Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է մի հայտարարություն, որը հիմա մեջբերում եմ։ Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ Ղարաբաղի հայերի եւ արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ։ Այդ թեման հանելով նշանակում է բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Հայաստանում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Սա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ թվում է հստակ հայտարարություն է, կարևոր հայտարարություն է, որ Հայաստանում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Գործնականում, սակայն, այս հայտարարության բովանդակությունն այնպիսին է, որ կարծես թե լիովին հակառակի մասին է։ Եվ սա շատ վտանգավոր ու մտահոգիչ է հենց այդ համատեքստում։ Նախ Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախից ագրեսիայի ենթարկված, բռնի տեղահանված, նաև ընդհանուր հումանիտար ագրեսիայի ենթարկված, ես նկատի ունեմ Արցախի 9-ամսյա բլոկադան եւ դրան հաջորդած նաև ռազմական հարձակումը, այդպիսով բռնի տեղահանված մեր հայրենակիցների եւ Հայաստանից հանգիստ հեռացած ադրբեջանցիների միջև։ Այդ տեսանկյունից անգամ հավասարության նշանի հիմք չկա նույնիսկ Ադրբեջանի այն քաղաքներից հեռացած մեր հայրենակիցների եւ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների միջև, որոնք ապրել են Արցախից դուրս Ադրբեջանի քաղաքներում եւ տեղահանվել կամ պարզապես ստիպված են եղել փախչել իրենց կյանքը փրկելու համար Սումգայիթի Բաքվի ջարդերից հետո։ Նույնիսկ այդ համատեքստում չկա համեմատության եզր, որովհետև կրկնեմ, Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են իրենց գույքը, ունեցվածքը հանգիստ տնօրինելով, որևէ մազ անգամ չկորցնելով եւ նույնիսկ որոշ դեպքերում խորհրդային Հայաստանի կառավարությունից փոխհատուցում ստանալով։ Բայց կրկնեմ, անգամ այս համեմատությունը կարող էր ինչ որտեղ լինել տրամաբանական, միայն ոչ հավասարության նշանը Արցախից ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների եւ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների միջև։ Եվ այս իմաստով փաստացի Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի մտածածին իրավունքի, մոգոնված վերադարձի իրավունքի դիմաց, նկատի ունեմ այդ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, Նիկոլ Փաշինյանը առաջարկում է փոխանակել հարցը փակելու համար, փոխանակել Արցախի մեր հայրենակիցների իրական իրավունքը, բնական իրավունքը։ Այս հանգամանքը սակայն ունի մտահոգիչ նաև այլ շերտ, սրանից բացի։ Այսպիսով առաջարկելով իրական իրավունքը փոխանակել վերացականի մոգոնվածի հետ, Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո իրավականություն է հաղորդում Ադրբեջանի այդ այսպես ասած բարձրաձայնած իրավունքին, այդ մտածածին պահանջին, որ դրվում է Հայաստանի Հանրապետության առաջ։ Որովհետև երբ պատկերացնում ենք իրավիճակ, որ Ադրբեջանը չի համաձայնում հարցը փոխանակման տարբերակով փակելուն, ապա ստացվում է, որ լեգիտիմ են երկու այդ հարցերն էլ։ Արցախցիների վերադարձ, որը լեգիտիմ է, այսպես ասենք, ի բնե ըստ էության, եւ ադրբեջանցիների այսպես ասած վերադարձ, որը կրկնեմ, պարզապես մտածածին եւ մոգունված ինչ որ իրավունք է։ Իսկ Ադրբեջանին թերևս այդքան էլ չի հուզում, հատկապես իրավիճակի իրողությունների ներկայիս դրության պայմաններում, արցախցիների վերադարձի հարցը, առավել եւս Ադրբեջանը կարողացել է միջազգայինորեն լեգիտիմացնել այդ ռեինտեգրացիա կոչվածը, այդ թվում նաեւ Հայաստանի այն քայլի շնորհիվ, երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի համար էականը ավելի քան 300,000 ադրբեջանցիների Հայաստանում տեղակայելու օրակարգը առաջ մղելն է։ Եվ այդ հարցը հավասարեցնելով արցախցիների վերադարձի իրավունքին, Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա նպաստում է Ադրբեջանի այդ օրակարգը առաջ մղելուն։ Ռեինտեգրացիայի մոդելի ներքո քանի արցախցի է վերադառնալու Ադրբեջան։ Կարծում եմ այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Իսկ Բաքուն ամենևին չի դիմադրի այդպիսի մոդելի ներքո, այսինքն ռեինտեգրվելու համար արցախցիների վերադարձին։ Նույնիսկ կարող են հայտարարել, խնդրեմ, բաց է, վերադարձեք եւ դարձեք Ադրբեջանի քաղաքացիներ։ Կրկնեմ, այս հարցի պատասխանը շատ հստակ է, թե քանի արցախցի է գնալու այդպիսի տարբերակի հետևից։
Մինչդեռ կասկած չկա, որ 300,000-ի ներքո Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում տեղակայել հատուկ նշանակության ադրբեջանցիների, ինչպես օրինակ հատուկ նշանակության բնապահպաններով սկսեց Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի 9-ամսյա բլոկադան հետագայում էթնիկ զտման եզրափակիչ գրոհը սկսելու հաշվարկով։ Ադրբեջանը վերադարձի անվան տակ պարզապես բառի գուցե թե բուն, թե պատկերավոր իմաստով Հայաստանում դեսանտ է իջեցնելու, հետագայում արդեն ըստ նպատակահարմարության որևէ տեխնոլոգիայով այդ դեսանտը կիրառելու համար։ Ընդ որում պարզ չէ, թե որն է լինելու երաշխիք, որ այդ այսպես ասած վերադարձող ադրբեջանցիների դեսանտի շարքերը չեն համալրելու նաև օրինակ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության գոտում գտնվող ամենատարբեր խմբավորումների ներկայացուցիչներ։ Բնականաբար դարձյալ ըստ անհրաժեշտության հետագայում այս կամ այն ծրագրի, այս կամ այն նպատակի համար գործի դրվելու հաշվարկով։ Այս թեմայի վտանգավորությունը պատկերացնում են թերևս քչերը։ Ինչպես որ քչերն էին 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փաստորեն 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ ներկայացնում էր Հայաստանի 2050 թվականի զարգացման ստրատեգիան, քչերն էին պատկերացնում, որ դրանից ընդամենը 3 տարի անց չէր լինելու հայկական Արցախ։ Ընդ որում պաշտոնական Երևանը իր քարոզչությամբ հավաստիացնում էր, հետո արդեն, երբ Արցախ այլևս չկար, որ Արցախի հարցում մեր դիրքերը խոցելի էին, իսկ ահա հրաժարվելով դրանից և տեղավորվելով 29743 կիլոմետրի շրջանակում դառնում ենք անխոցելի։ Նիկոլ Փաշինյանի Գերմանիայում բարձրաձայնած այդ առաջարկը հարցը փակելու վերաբերյալ լավագույնս է ի ցույց դնում այն պնդման մեղմ ասած սխալականությունը, իսկ եթե ոչ պարզապես մանիպուլյատիվությունը, թե մենք այդ 29743-ի շրջանակում դառնում ենք միջազգային իրավունքով պաշտպանված և խոցելի։ Ադրբեջանը այսօր բավական բացահայտ կերպով է միջազգային իրավունքի կատեգորիայի վերածում Հայաստանի Հանրապետության տարածք հատուկ նշանակության ադրբեջանցիները բերելու իր հաշվարկը ադրբեջանցիների վերադարձի իրավունք ձևակերպումով։